Մեր քաղաքացիները միայնակ չեն իրենց առողջության խնդիրների հետ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարն է հայտարարում եւ փաստարկում, որ հենց քաղաքացուն աջակցելու նպատակով է ներդրվել համապարփակ բուժապահովագրության համակարգը։ Կառավարող խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված աշխատանքային քննարկմանը առողջապահության նախարարը ներկայացրեց ընթացքը։ Առողջապահության ապահովագրությունից օգտվելու համար քաղաքացին նախ պետք է պարզաբանի իր կարգավիճակը, այնուհետև բեռնի Արմեդ համակարգը։ Քայլերի հաջորդականությունը թվարկեց Անահիտ Ավանեսյանը։ Արմեդ հավելվածում, երբ որ անցնում եք դեմքի նույնականացումը, հաստատում եք պայմաններին, որ համաձայն եք ապահովագրական փաթեթի պայմաններին, այլևս դուք ձեր Արմեդ հավելվածում կարող եք ձեր ամբողջ առողջական պատմությունը տեսնել։ Եթե դա անհետաձգելի բուժօգնություն է, այսինքն ունենք իսկապես շտապ օգնության կարիք, այստեղ դիմում ենք առաջինը շտապ օգնության կամ հիվանդանոց եւ այստեղ ուրեմն ձեր ապահովագրական փաթեթի մեջ ներառված ծառայությունները այս օղակի արդեն գործարկվում են։ Եթե մարդը շտապ օգնության կամ հրատապ անհետաձգելի բուժօգնության կարիք չունի, ապա նա գնում է արդեն պլանային իր պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, ընտանեկան բժշկի, թերապևտի կամ մանկաբույժի մոտ։ Արմեդ հավելվածում քաղաքացին կարող է տեսնել ինչ ծառայություններ է ներառում փաթեթը, բուժհաստատությունների հասցեները եւ ինքնուրույն ընտրել վայրը։ Իսկ նրանք, որոնք հավելվածը ներբեռնելու որևէ հնարավորություն չունեն, մոտենում են առաջնային բուժօգնության օղակ։ Եթե ինչ-ինչ պատճառներով մարդը չի ակտիվացրել իր Արմեդ հավելվածը, համաձայնությունը չի տվել, բայց ինչ պատճառներով ընկել է շտապ օգնության օրինակ միջոցով հիվանդանոց, սա եւս խոչընդոտ չէ նրա իրավունքը իրացնելու։ Երբ որ ինձ զանգարել, ասեմ մոտեցեք պոլիկլինիկայում, ձեր ասացի պես ձեզ կբացատրեն ինչպես անել, ասեն ֆիզիկապես ի վիճակի չենք։ Այդ դեպքում ինչ ենք նախատեսում անել։ Ապահովագրական փաթեթի մեջ շատ հստակ է, որ տնային այց իրականացվում է միայն այն ժամանակ, եթե մարդը ունի հենաշարժողական խնդիրներ կամ այնպիսի հիվանդ է, որը որ չի կարող այցելել պոլիկլինիկա, դրանց ուրեմն շրջանակը բավականին այսպես նեղ է։ Եթե առողջապահության օղակը չի կարող ստանձնել ծառայությունների տեղափոխման հարցը, ապա դա կարող է իրականացնել օրինակ սոցիալական ոլորտի աջակցությամբ, առաջարկեց Զարուհի Բաթոյանը։ Նախարարը համաձայնեց։ Նա պատասխանում էր ոչ միայն падգամավորների, այլև առցանց հետևող քաղաքացիների հարցերին։ Օգտատերն է, ասում է տնային պայմաններում անալիզ վերցնելու համար առաջին կարգի հենաշարժողական հաշմանդամից պահանջվում է վճարել 14,000 դրամ։ Ես լավ ճանաչում եմ օգտատիրոջը, որտեղ այս հարցին մի քանի անգամ պատասխանել եմ։ Այո, դեռ դա ապահովագրական փաթեթի մեջ չի ներառվում, որովհետև դա առանձին լոգիստիկ ծախսեր է իր մեջ ներառում։ Եթե նա ի վիճակի չէ տնից ընդհանրապես դուրս գալ, պիտի հասկանանք սա ինչ պետք է անենք։ Կան դեղեր, որ ամբողջությամբ են փոխհատուցվում, բայց կան նաև այնպիսիք, որոնց համար կիրառվում է համավճար, տեղեկացրեց նախարարը։ Արդյոք սա չի հանգեցնի դեղատներում գնի արհեստական բարձրացման։ Մրցակցության շրջանակներում պետք է պետությունը առավել մատչելի գին կարողանա ձեռք բերի, որովհետև նաև խոշոր գնորդ է եւ ես ձեզ ասեմ, որ հունվար ամսին Հայաստանի Հանրապետություն դեղորայքի ներմուծման ծավալները այդ ներմուծման ընթացակարգերի ամբողջական որ դիտարկում ենք անում 10 միլիոն դոլարից ավել նախորդ ամիսներին համեմատ ավել դեղ է ներմուծվում։ Սա նշանակում է, որ այս ռեֆորմի արդյունքում նաև դեղագործական շուկան ընդլայնվում է եւ մենք նաև աշխատանք ենք տանում խոշոր դեղագործական ընկերությունների հետ, որ այլ պայմաններ Հայաստանին ապահովեն։ Իսկ ինչպես են կանխվելու բուժհաստատությունների կողմից հնարավոր չարաշահումների ռիսկերը, հետաքրքրվեցին օրենսդիրի անդամները։ Ապահովագրական հիմնադրամի հենց հիմնական գործառույթներից մեկը դա է հսկել տրամադրվող բուժօգնության որակը, ձևաչափը, հսկել ուրեմն պետական եւ ապահովագրական վճարների ծախսերի արդյունավետությունը։ Դիմելիության ծավալները վկայում են, որ բժշկական կենտրոնները, այդ թվում մասնավոր, պետք է ընդլայնեն իրենց հնարավորությունները։ Պետական եւ մասնավոր բուժհաստատությունների հետ ապահովագրական պայմանագիրը կնքվում է նույն սկզբունքով։ Իսկ ինչպես կարող է քաղաքացին ապահովագրության շրջանակներում շարունակել իր բուժումը, օրինակ մասնավոր հիվանդանոցում։ Ախտորոշման համար, այո, առաջին անձը, որ պիտի նա դիմի, դա իր ընտանեկան բժիշկը կամ թերապևտն է։ Այստեղ
իհարկե կախված է, որ նրա այս քաղաքացու բժիշկը պիտի աշխատի այն բժշկական կենտրոնում, որը ունի պայմանագիր ապահովագրական հիմնադրամի հետ, հիմնական բժշկական կենտրոնների 90%-ը համարվում են ապահովագրական ծածկույթ սպասարկող կազմակերպություններ։ Ապահովագրական փաթեթի շրջանակներում մեկ անձին տրամադրվող ծախսի տարեկան առավելագույն շեմ չկա, բայց կա առանձին ծառայության համար սահմանված շեմ, նշեց նախարարը։ Օրինակ ստոմատոլոգիական ծառայությունների ոչ, բայց ակնաբուժական ծառայությունների շատ լայն շրջանակ է հատուցվում։ Չի փոխհատուցվում էսթետիկ վիրաբուժությունը, իսկ օրինակ քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման արժեքը հասնում է 1.5 միլիոն դրամի։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։